Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը փետրվարի 6-ից վերաքննիչ դատարան է գալիս իր կեցավայրից։ Նա մասնակցում է կիրակնօրյա պատարագների, հաղորդություն ստանում, բայց պատարագ մատուցել նրան չի թույլատրվում։ 17-ի դատական նիստին եզրափակիչ ելույթներն էին հնչում։ Պաշտպանության կողմը տարբեր փաստարկներ բերելով եւս մեկ անգամ պնդեց. Սրբազանի խոսքը հեղաշրջման կոչ չի պարունակում եւ նրա դեմ հարուցված մեղադրանքը անհիմն է։ Ըստ Արա Զոհրաբյանի, Սրբազանն անցյալից դրվագ է պատմել, դատական ողջ գործընթացի ժամանակ չի ապացուցվել, որ դա կոչ է եղել։ Դատավճռի դեմ բողոք ներկայացրել են երկու կողմերն էլ։ Պաշտպանության կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը եւ արդարացնել Սրբազանին։ Մեղադրող կողմը պահանջում է Սրբազանին դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպան Մարինե Ֆարմանյանը իր խոսքում նշեց, որ Միքայել Սրբազանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։ Հիշեցրեց, որ Սրբազանը մշտապես ուշադիր է եղել երկրին վերաբերող խնդիրներին, որպես հոգևոր առաջնորդ հետևել է պետության կողմից վարվող քաղաքականությանը, անհրաժեշտության դեպքում հավասարապես քննադատել է ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանություններին։ Եզրափակիչ ելույթ ունեցավ նաև Սրբազան հայրը, նշելով, որ այդ օրն իր ապօրինի կալանավորման 356-րդ օրն է, 10 օրից կլրանա 1 տարին։ Ես փակ եմ վերլուծայում ասում, այս սկանչելի օրեր ինձ պատկերելու հատ։ Սկանչելի օրերի, բացառությամբ առաջին ադյանի դատարանի իմ ինտելեկտի խոշտանման մերսների տալախազների կողմից։ Մնացած բոլոր օրերը սկանչելի օրեր են։ Մտքի, հոգու հանդարտության, Բակրատ Սրբազան հետ եղբայրական զրույցների, Արշակ Սրբազանի հետ եղբայրական զրույցների, վերջին 4 ամսում էլ առանձնության, սկանչելի հնարավորության շնորհակալ եմ մեր դատարանին, պատվարժան, որ արգելեց 4 ամիս որևիցե շփում, բացառությամբ 4 հոգու, եւ ես մեծ զավույն հաճույքով կենտրոնացա իմ հոգեվոր, մտավոր, այլ ինչու չէ, ֆիզիկական բարօրության վրա։ Եվ ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասում, որ իրապես սա ձևական չեմ ասում, ոչ էլ Բակրատ Սրբազանն է ձևական ասում, մենք իրապես սկանչելի օրեր ենք անցկացնում։ Իմ կյանքի լավագույն օրերն էին։ Լավագույն օրերն էին։ Եվ ոչ մի մտահոգություն չունես։ Ոչ մի մտահոգություն չունես։ Հոդդ քեզանից խլված է, դու իրավունք չունես հոդով զբաղվելու, իրավունք չունես որևիցե մի հարցով զբաղվելու, միայն մտածի աղոթելու, հոգևոր խաղաղության, անցերծանության, քո անցած կյանքը վերլուծելու, վերաբերելու վրա։ Ընդհանրապես նրա համար փառք եմ ձայնում, ասում, այս սկանչելի հնարավորության համար։ Բայց դա չի նշանակում, որ շնորհակալություն պիտի հայտնեն նրանց, ովքեր այդ բանը իրենց նպատակների համար օգտագործելով ստեղծեցին։ Շնորհակալություն իրենց չեմ հայտնել։ Եվ ասել եմ, որ իրենք պիտի պատասխան տան, եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ անպայման եւ խստակ լինես։ Որովհետև 1 տարի է, ես անազատության մեջ եմ, լրիվ, ապօրինի և անհիման։ Ես ոչ մի մեղ չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետի, մերժում են բոլոր մեղադրանքները, ինձ մեղադրյալ մեղավոր չեմ ճանաչում և չեմ ճանաչի, և պատրաստ չեմ ճանաչի։ Անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև, մնում եմ անմեղ Հայաստանի Հանրապետության առջև։ Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը եւ ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես դա ասել եմ, որ ինչպես անցած անգամ ասացի, ես ոչ թե սա ինձ համար անձնական ողբերգություն է, հակառակ անձնական շահ է։ Ոչ թե անձնական ողբերգություն է, այլ զադержав обидно, ամոթ եմ զգում Հայաստանի Հանրապետության համար, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր եպիսկոպոսների վրա քրեական հետապնդումներ են, քրեական գործեր են անցված։ Բացի մեկից, այդ մեկի անունը չեմ տալիս, թե չէ նրա վրա էլ գրած։ Ես եմ։ Բոլոր եպիսկոպոսները մինչև 2025 թվականը ուրեմն օրինապար քաղաքացիներին
ներառյալ գաղափար հայրապետը եւ հանկարծ 2025 թվականին կոլեկտիվ խելագարության մեջ մտան եւ սկսեցին օրենքը խանգարել, օրենքը խախտել։ Ինչպես կարելի է այսպիսի երկրի Հայաստանի Հանրապետության համար չամաչի։ Հիշեցնենք, որ Միքայել arczepiskopos-ը կալանավորվել է հունիսի 28-ին, իբրև թե 2 տարի առաջ հեղաշրջման կոչ անելու համար։ Նախկինում իրավապահները դրանում հանցակազմ չեն տեսել, քրեական վարույթ չեն նախաձեռնել եւ հիշել են միայն 2 տարի անց, երբ իշխանական կուսակցությունը սկսել էր իր հակաեկեղեցական արշավը։ Հատկանշական է մեկ հանգամանք եւս՝ իրավապահները խախտելով անձի նույն ենթադրյալ արարքի համար երկրորդ անգամ չդատվելու սկզբունքը հետապնդում են հարուցել տարիներ առաջ արված հայտարարության համար։ Գլխավոր դատախազը հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Սրբազանի հայտարարությունը նախկինում վտանգավոր չեն համարել, իսկ այժմ նոր լույսի ներքո են ուսումնասիրում։ Այս փաստին եւս դատական նիստի ընթացքում անդրադարձավ պաշտպանական կողմը։ Հարկ է արձանագրել, որ Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին, երբ ըստ դատախազի դեռ Սրբազանը չէր վերահաստատել իր նախորդ հարցազրույցը եւ բնականաբար չէր կարող լինել որևէ կոնտեքստ։ Բացի այդ, քրեական վարույթը նախաձեռնվելով այն 5 քրեական վարույթը, նախաձեռնման մասով դատախազը նշել է, որ 24 թվականի հարցազրույցը իրենք այդ ժամանակ գնահատել են նվազ վտանգավորության մեջ։ Այս դեպքում պաշտպանության կողմի պնդմամբ ակնհայտ է, որ պետության բարձրաստիճան պաշտոնյաները քրեական կոմիտեի նախագահ գլխավոր դատախազ, որոնք կոչված են ապահովելու եւ երաշխավորելու օրենքի եւ իրավունքի գերակայությունը, արդար քրեական վարույթը հենց իրենք են հակառակ օրենքի տրամաբանության լծվել դեռևս նախաքննության սկզբնական փուլից կոնկրետ Սրբազանի մեղադրանքը հրապարակայնորեն հիմնավորելու գործին։ Իսկ երկրի վարչապետը անթափույց հրապարակումներով ծաղրում ուղղորդում է այս իրավաբանական, եթե կարելի է կոչել, գործընթացին։ Նման անհերքելի փաստերը թույլ են տալիս պաշտպանության կողմին հիմնավոր դատողություն անելու մասին, որ մեր պաշտպանյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Սրանք միջամտություն են արդարադատության գործընթացին։ Ակներև է, որ քրեական վարույթի ողջ գործընթացում մենք չենք ունեցել անկողմնակալ քննիչ, անկողմնակալ դատախազ, անկողմնակալ դատարան։ Նման պայմաններում արդար դատաքննության մասին խոսք չի կարող։ Սրբազանը խնդրեց դատավճիռը կայացնել ճշմարտության համաձայն։ Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, պարզ կլինի հաջորդ նիստին հունիսի 25-ին ժամը 12:30-ին։ Անուշ Արաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում կայացավ Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը։ Դատարանն արդեն քանի երրորդ նիստն է շարունակում է գործի ապացույցների հետազոտման փուլը։ Այս դատական նիստին հանրային մեղադրողները որպես գործին առնչվող ապացույց ներկայացրեցին Սարգիս Հարությունյանի տնից հայտնաբերված զենք զինամթերքը։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանի առաջ հարց բարձրացրեց. ով է Սարգիս Հարությունյանը եւ ինչ կապ ունի այս գործի հետ։ Եթե նա վարույթով ներգրավված չէ որպես մեղադրյալ, ապա ինչու է դատարանը քննում նրա հետ կապված նյութերը։ Նույն տրամաբանությամբ կարող եմ ես վերել սովետական 12 հատառնած կանաչ հանրագիտարան, ասենք եկեք հետազոտենք սա, հետո վերջում կասենք ինչ նշանակություն ուներ։ Սա պատշաճ մրցակցային դատավարություն չի, ես առարկում եմ նախագահի գործողությունների դեմ, պնդում եմ, որ հանրային մեղադրողները պարզաբանեն այս ապացույցը ինչի մասին էր։ Պաշտպանական խումբը առաջարկեց վարույթից դուրս թողնել բոլոր այն նյութերը, որոնք վերաբերելի չեն այս գործին։ Այլապես ակնհայտ է դառնում, որ գործընթացը միտումնավոր ձգձգվում է, իսկ ներկայացվող փաստերը պարզապես մոլորեցնում են հանրությանը։ Փաստաբանները պնդեցին, մեղադրող կողմը պարտավոր է հիմնավորել յուրաքանչյուր ապացույցի կապը վարույթի հետ, հակառակ դեպքում խախտվում է իրենց պաշտպանյալների իրավունքը։ Նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանը արձանագրեց պաշտպանների մտահոգությունները, սակայն հայտարարեց, որ դատարանն այս փուլում լիազորություն չունի մեղադրանքի կողմից պարզաբանումներ պահանջելու։ Պատկերացրեք, որ Հայաստանի Հանրապետության
հանրապետությունում 335 հոդվածի առաջի մասով բազմաթիվ անձինք են մեղադրվել։ Չի նշանակում Հանրային մեղադրողների ներկայացրած հաջորդ ապացույցը հայտնաբերված վառոդ է, պաշտպանական կողմի պնդմամբ նույնպես որևէ վերաբերելիություն չունի քննվող գործին։ Վառոդը հայտնաբերվել է Հայկ Մաթևոսյանի տնից, ով ևս չունի մեղադրյալի կարգավիճակ եւ հայտնի չէ, թե ինչ առնչություն ունի շարժման անդամների հետ։ Դատական նիստի ավարտին քննվեց Բագրատ Սրբազանի եւ Կարո Օկումուշյանի խափանման միջոցների հարցը, քանի որ դրանց ժամկետը լրանում է հունիսի 25-ին։ Հանրային մեղադրողը միջնորդեց Սրբազանի տնային կալանքը երկարաձգել 3 ամսով։ Պաշտպանները հակադարձեցին բազմաթիվ փաստարկներով, շեշտելով, որ շուրջ 1 տարի Սրբազանն ապօրինաբար գտնվում է անազատության մեջ, ինչով խախտվում են ոչ միայն նրա, այլև իր հոտի իրավունքները։ Փաստաբաններից ոմանք սա որակեցին որպես հակաեկեղեցական արշավի շրջանակում իրականացվող գործընթաց, քանի որ այս գործով անցնողներից ամենախիստ սահմանափակումները կիրառվել եւ շարունակում են կիրառվել հենց Բագրատ Սրբազանի նկատմամբ։ Մինչև այս պահը միայն պաշտպանության կողմներ նշում են հանգամանքը, որ Բագրատ Սրբազանը կալանքի տակ է, որովհետև Բագրատ Սրբազանի կալանքը մաս է կազմում եկեղեցու դեմ լայնածավալ արշավի եւ հենց այն հանգամանքով է պայմանավորված, որ Բագրատ Սրբազանը սրբազան է։ Շատ հետաքրքիր բան կատարվեց, ըստ էության մեզ հետ արդեն համաձայն է մեղադրող կողմը, նշում է, որ խափանմամիջոցը ընտրելիս պետք է հաշվի առնեք, ընդ որում բացասաբար Բագրատ Սրբազանի ունեցած եկեղեցական իրենք նշում են պաշտոնը։ Դատարանը մասնակի բավարարեց հանրային մեղադրողների միջնորդությունը, Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգեց 3 ամսով, միևնույն ժամանակ դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, թույլատրելով Սրբազանին ամեն կիրակի այցելել Մայրաթոր Սուրբ Էջմիածին, մայր տաճարում կիրակնօրյա պատարագներին մասնակցելու համար։ 1 տարի, հա, որ Մայրաթորում չեմ եղել, Մայր տաճարում չեմ եղել։ Կիրակի օրը կզգացվի։ Չեմ կարող հիմա որևէ բան, շատ ուրախ եմ, մխիթարված եմ, որ այս հնարավորությունը կա եւ ուսամ նաեւ ինքնին իմ մտածումով, իմ պատկերացումով, իմ միջոցով մեր երկրի ազատագրության ճանապարհի քայլերից մեկը լինի։ Մեր անելիքը, մեր գործը, մեր պայքարը քաղաքականության մասին, կենսագրության մասին է, գոյության մասին։ Չեք կարող Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսին մեղադրել, որ քաղաքականության մեջ էր խառնված, երբ Սարդարապատի ճակատամարտի կոչ էր անում։ Եվ այսպես շարունակ։ Սա ես ասում եմ չհասկացող ուղեղների եւ խուլ ականջների համար թեպետ։ Ինչ քաղաքականություն, եկեղեցին ոչ մի բան չունի, մղում չունի, մեր ինքնությունն է եւ մեր կենսագրությունը, վերջ, պայքարը դրա մասին է։ Ինչ վերաբերում է Կարո Օկումուշյանին, դատարանը որոշեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողություն երկրից բացակայելու արգելքով։ Ի վերջո դրամբաց դատական քննությունների համար է, որ հասարակությունը հասկանա ինչա կատարվում, որտեղ մենք ապացույցները գիտենք, դատախազները ապացույցները գիտեն, դատավորը գիտի։ Այս հետազոտումը հենց հանրության համար է կատարվում, որպեսզի նայող մարդը հասկանա ինչ կատարվեց։ Ըստ այն ոչ մեկ ով որ նայում այս process-ը չի հասկանում, էլի ինչ են հետազոտում, ինչի համար են հետազոտում, որտեղ կա պարզ ճշմարտություն։ Եթե մեղադրանքի կողմը վստահ է իր վերած մեղադրանքի վրա վստահ որ իր ապացույցներով մարդկանց հանցանք ապացուցում, ինքը երբևէ կաշկանդված չի, ասի այս ապացույցը սրա մասին է եւ սա է հաստատում։ Մենք տեսնում ենք, որ մեղադրողները ամեն ձև խուսափում են, չեն ներկայացնում ինչ կապ ունի, որտեղ իրականության մեջ կապ չունի։ Սրբազան պայքարի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 25-ին ժամը 15-ին։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։